Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն պարոն Կոնջարյան, բայց այլընտրանք չեք թողնում։ Տեսեք, եթե անընդմեջ, երբ որ բանախոսը ամբիոնի մոտ է, դուք ընդեղից գոռում եք, պարոն Մանուկյանը դրա չեմպիոնն է ընդհանուր առմամբ, գոռում եք, խանգարում եք, մարդուն չեք թողնում խոսել։ Չէ, հարցը տալիս է դա հեռատորական հարց է, դուք առաջի անգամ եք, հա, պարլամենտում։ Երթադրում եմ, որ առաջի անգամ եք պարլամենտում, որտեղ սենց ազատ պարլամենտ երբևիցե չի եղել։ Պետք չի, խոսելու տեղը ստեղ է, խոսելու տեղը ստեղ է։ Սրանից հետո, եթե ընդհատվեց բանախոսի ելույթը տեղից, ես իմիջիալոց երկու կողմին է վերաբերվում դա։ Եթե մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից ընդհատվեց նաև ընդդիմադիր գործընկերոջ ելույթը, ես վերականգնելու եմ ժամանակ։ Զրոյից, այո։ Տեսնում եք ինչ արդար արժե նախագահ ունեք։ Շնորհակալ եմ, շարունակում ենք։ Հաջորդիվ եզրափակիչ ելույթների ժամանակն է։ Պարոն Աղազարյան, համեցեք։ Մինչև 20 րոպե։ Չընդհատեք, որ 20 րոպեն չվերականգնեմ պարոն Աղազարյանի։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի տիկին դատախազ, ազգային ժողովը որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված հետևյալ երկու խումբ հաստատումների պարագայում։ Առաջին խումբը, որ պետք է ներկայացնեմ, վերցված է բացառապես տիկին դատախազի միջնորդության նյութերից եւ ելույթից։ Հետևյալներն են. Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ ընթանում է դատավարություն վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Հաջորդը. Սլավիկ Պողոսյանը եւ ես ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով։ Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունք է տվել, որ ոչ զրուցել ենք երեքով։ Եվ դա, այսպես ասած, հիմնավորվում է մեր հեռախոսների նույն ալեհավաքի տակ գտնվելու հանգամանքով։ Հաջորդը. Աշոտիկ Կամավոսյանը հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները։ Իսկ Սլավիկ Կարապետյանը նույնպես անցնում է վարորդական իրավունքների այդ հայտնի գործով։ Գործի հետ կապված բուռն գործողությունները ծավալվում են 2023 թվականի օգոստոսի 8-ից մինչև 11-ը։ Իսկ դրանից 20 օր հետո, օգոստոսի 28-ին, իրականացված ներքին դիտման տվյալներով Սլավիկ Կարապետյանը, Աշոտիկի փեսան, բոլորովին ոչ բարեկամական տոնով Սլավիկ Պողոսյանից հարցնում է, թե ինչ եղավ ձեր բռնած գործը։ Բա այդ 20 օրը ինչ ա եղել։ Այդ 20 օրում հաջորդ օրը բերել ինձ 40,000-ին առաջարկել հրաժարվել եմ, հաջորդ օրը բերել 60,000-ին առաջարկել հրաժարվել եմ, եւ այդպես չեմ կարողացել հասցնել 99,000-ի չեմ կարողացել հասցնել 100,000-ի եւ ես հրաժարվել եմ։ Ինչ ա եղել այդ 20 օրը։ Դուք չեք տեսնում, որ այստեղ ուրիշ բան է։ Ալի հավաքի թեզի հենքով էլ հիմնավորվում է Սլավիկ Պողոսյանի եւ Աշոտիկի իմ որպես այսպես կոչված 3 երակով հանդիպումները։ Այդ Աշոտին ես հանդիպել եմ 1 անգամ Սիրահարների այգում։ Երկրորդ խումբ հաստատումների անում եմ ես արդեն, որոնք իհարկե կարող են ընկալվել որպես սուբյեկտիվ բնականաբար։ Սլավիկ Պողոսյանի հետ ես Սևանում զրուցել եմ առանձին։ Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը ինչպես միշտ։ Ալե հավաքի ճակերտավոր հզոր արգումենտին որպես հակադարձում ես չեմ բացառում, որ 15-20 մետր հեռավորության վրա գտնվող Սլավիկի Պողոսյան Սլավիկի մեքենայում միգուցե նստած է եղել Աշոտիկ Կամավոսյանը, որը եկել է որ վերահսկի տենա իր փեսայի փողերը ուր են էթում։ Սլավիկ եւ Աշոտ անունով մեկի հետ ես հանդիպել եմ 1 անգամ այդ մյուս Աշոտի հետ Սիրահարների այգում։ Աշոտ անունով մարդու տեսել եմ առաջին եւ վերջին անգամ այդտեղ։
Աշոտիկ Կամովոսյանը, ով հանդիսանում է Սլավիկ Կարապետյանի աները, առաջին անգամ եւ վերջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ։ Ընդ որում հարցաքննության ժամանակ ես հարց եմ տվել։ Ասել եմ կներեք, էլի ենթադրեք, դե դուք այդ Աշոտն եք։ Դուք ինձ $20,000 փող առաջարկել եք։ Տեսագրված է այդ ամենը, տեսաձայնագրված է, ինքը ասաց, որ ոչ։ Հիմա այստեղ հարցեր առաջանում իհարկե, շատ կարևոր որոշում պիտի կայացնի ազգային ժողովը, կարևորագույն որոշում պիտի կայացնի ազգային ժողովը։ Իսկ չնայած չկան որ պարոն Կոնջորյանը ասենք քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է ոչ թե կարող է համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե որպես տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո։ Բայց ինչ ասում Արտվիկ Մինասյանը։ Ասում եք տիկին դատախազ, դուք գործը տանեք դատարան, այս մարդու տանեք միանգամից դատարան, որ անմիջապես բանալեք որոշում կայացնեք եւ մանդատից զրկեք, չնայած դա չի նշանակում ես որպես Հովիկ Աղազարյան, որպես քաղաքական գործիչ, որպես անհատ պարտվում եմ, որովհետեւ ես մանդատից չեմ հրաժարվում։ Ինձ զրկում են մանդատից, պարոն Արտվիկ Մինասյան, շնորհակալ եմ ձեր ճիշտ մեկնաբանումների համար։ Հետո զրկեն, աշխարհը չքանդվեց։ Բայց էտիկետն է այդում։ Ստեղ ասում եք, ինչ ա եղել, արեք բան անենք, հնարավորություն տանք իրավապահ մարմինները թող քննություն կազմակերպեն եւ պարզեն, որն է ճիշտը, որը ճիշտը չի։ Բայց այտենց է։ Պարոն Կոնջորյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք Ես կարակ երթվեք, ես կարակ կներեք 1000 անգամ քֆուր ուտեմ, դուք կարակ երթվեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին, կարակ երթվեք, դուք երթվեք ուրեմն, հարմար պահի,